Պարոն Կարապետյան, օրերս եվրոպական լիդերները Հայաստանում էին եւ հողի վրա 3 պատերազմ բերած Նիկոլ Փաշինյանը եվրոպացի լիդերներից օգնություն խնդրեց հիբրիդային պատերազմների դեմ պայքարելու համար։ Ըստ ձեզ ինչու է հիբրիդային պատերազմը Փաշինյանը դարձրել քաղաքական օրակարգ։ Եվ մյուս հարցս, պարոն Կարապետյան, ըստ էության դուք պայքարի մեջ եք մտել մի մարդու հետ, որը հանձնել է 12,000 քառակուսի կիլոմետրանոց տարածքով հայրենիք եւ դա մարսել է, որ իմանալով, որ այդ հողը չի պահելու հազարավոր հայրենիքների ուղարկել է պատերազմի դաշտ, զոհվելու, ինքը դա էլ է մարսել, որի օրոք Ադրբեջանը Երևան քաղաքի չափ տարածք է օկուպացրել Հայաստանից, այդ մարդը դա էլ է մարսել, ըստ ձեզ կա բան, որ այդ մարդը Նիկոլ Փաշինյանը կանի ու չի մարսի։ Դե միշտ լինում է չարի վերջը։ Մենք բոլորս հիշում ենք դա։ Հիմա մարսել է, հիմա չի մարսելու։ Ինչ վերաբերվում է եվրոպական լիդերներին եւ հիբրիդային պատերազմին, ես գտնում եմ հիբրիդային պատերազմ Հայաստանում վարում է միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր ղեկավարի հետ, որովհետև ես չեմ տեսնում, որ ինչ որ ոչ հյուսիսից, ոչ հարավից այսօր լուրջ ազդեցություն ունեն քաղաքական անցուդարձի վրա։ Իսկ իրենք դուք տեսնում եք ամեն օր մեզ հետ վարում են հիբրիդային պատերազմ։ Եվ մեկ հարց էլ, մի անգամ երբ դուք դատարանի ներսում էիք, իսկ ձեր եղբայրը Կարեն Կարապետյանը դատարանի բակում, նա լրագրողների հետ զրույցում այսպիսի մի ձևակերպում արեց. Բերդում լինենք, թե հացի հերթում պայքարելու ենք մինչև վերջ։ Կարապետյան ընտանիքի համար այդ մինչև վերջը ո՞րն է։ Մինչև հաղթանակ, մինչև մեր ժողովուրդը բավարարված չլինի։ Շնորհակալ եմ։ Ժողովուրդ օրաթերթ, այնուհետև Ալֆա Նյուզ եւ գործընկերներ խնդրում եմ մի քանի հարց միանգամից չուղղել, թույլ տանք ձեր գոլեգաներին եւս հարցեր հնչեցնել։ Պարոն Կարապետյան, հարցս վերաբերում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ինչից էլ թերևս սկսվեց ձեր քաղաքական ուղին։ Դուք մտաք քաղաքականություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պաշտպանելու օրակարգով։ Եվ այսօր մենք տեսնում ենք մի իրավիճակ, որ այն հոգևորականները կարգալույց հռչակված թե կարգված, եթե վեհապար հայրապետի դեմ են գործում, ապա անթակույց ստանում են գործող իշխանության աջակցությունը։ Հնարավոր է ձեր իշխանության պարագայում էլ դուք էլ սկսեք հալածել այն հոգևորականներին, այն անձանց, որոնք որ այս օրերին դեմ են գործում վեհապար հայրապետին։ Եվ եւս մեկ հարց կրկին եկեղեցու հետ կապված փոքրիկ հարց է, գործող իշխանությունը Հայ Առաքելական եկեղեցում վեհապար հայրապետին հոգևորականներին մեղադրում է այն ամենի համար, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում 50-ից ավելի աղանդավորական կազմակերպություններ կան, գուցեև ավելի, եւ ձեր իշխանության պարագայում դուք պատրաստվում եք քրիստոնեությունը Հայաստանի Հանրապետությունում հռչակեք որպես պետական կրոն։ Այո, այսօր սահմանադրությամբ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բացարձակ արժեք է, բայց այնուամենայնիվ պետական կրոն չէ։ Խնդրեմ, շնորհակալ եմ։ Ինձ թվում է հոգևորականների դատավորը Աստված է լինելու։ Դրա համար ես չեմ ուզում այդ process-ին մասնակցեմ։ Ինչ վերաբերվում է կրոնական ազատություններին, մենք ուշադիր նայելու ենք այդ հարցը, քննարկելու ենք այդ հարցը, ինչքան զարգացած է այդ աղանդավորական շարժումները Հայաստանում, բայց վստահ եղեք, մենք քրիստոնեությունը, մեր եկեղեցին ոչ միայն զարգացնելու ենք Հայաստանի ներսում, մենք ամբողջ աշխարհով, այն որ ասում են, թնդացնելու ենք,
որ մենք առաջին քրիստոնեական պետությունն ենք, որ դա պետք է բոլոր քրիստոնյաները հարգեն եւ փորձելու ենք ամեն ինչ անենք, որ քրիստոնեության համար մեր էջմիածինը դառնա այնպես, ինչպես մուսուլմանների համար մեկան, բայց ես նորից եմ ասում, դա փորձելու ենք անենք։ Եվ հստակեցնենք, հա, հոգևորականները եկեղեցու թողնելու եք, որպեսզի որոշի եկեղեցին եւ դատարանները չեք խառնվելու։ Ես վստահեցնում եմ, ես չեմ խառնվելու։ Ես վստահ եմ մեր եկեղեցին եւ Աստվածը կլինեն գլխավոր դատավորը այդ հարցում։ Շնորհակալություն Alpha News եւ Հայելի։ Ես ուղղակի թզեցակադրի մեջ հայտնվեմ, շնորհակալություն պարոն Կարապետյան։ Երևանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը եւ դրա շրջանակներում Երևան այցելեց նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Դուք ինչ կարծիք ունեք նրա Երևան այցի վերաբերյալ։ Անկեղծ ասեմ, Այո։ ես գտնում եմ մեր իշխանության կողմից իր դաշնակցի նկատմամբ դա հիմարություն էր եւ նույնիսկ կարող եմ ասել սրիկայություն էր մեր ժողովրդի հանդեպ, քանի որ եվրոպացիները դա կազմակերպել էին, ընդամենը Զելենսկուն բերել էին, որ Փաշինյանը իրեն ռուսերեն ասեմ, մաստեր կլաս տա, ինչպես պետք է համարձակ ձևով հանձնել սեփական տարածքները։ Ես անհանգստություն ունեմ, որ այդ ամենից մեր ժողովուրդը օգուտ չի ունենալու։ Փաշինյանը ամեն ինչ հանձնելով իրեն մնացել է ընդամենը մեկ բան վաճառել եվրոպացիներին։ Դա հակառուսական քաղաքականությունն է, ինչը եվրոպացիք շատ հաճույքով կգնեն իրանից։ Շնորհակալ եմ եւ իմ երկրորդ հարցը, քանի որ դուք շատ վստահ հայտարարում եք, որ Հայաստանի ապագա վարչապետը դուք եք, դուք արդյոք պատրաստվում եք քաղաքական գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի եւ իշխող ուժի կառավարման ժամանակաշրջանին։ Մենք ոչ թե պատրաստում ենք քաղաքական գնահատական տալ, դուք եթե ուշադիր հետևում եք, մենք ամեն օր ենք քաղաքական գնահատական տալիս։ Ցույց ենք տալիս մեր ժողովրդին բոլոր տապալումներն ու ձախողումները, ինչը ունեցել է փոքրիկ խմբակը։ Ամենօրյա ռեժիմով մենք դա արել ենք, անում ենք եւ անելու ենք։